Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է միջազգային ատյաներում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի Հանրապետության հայցերից։ Դե ինչ որ մեկը մի գործարան է վաճառել, ես էլ երկիրն եմ վաճառելու։ Գերիների վերադարձից 1-2 օր անց Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ հունիսյան ընտրություններում աջակցելու են Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն։ Ռազմագերիները քաղաքացիական անձինք, որոնք պահվում են, անգամ պատանդի կարգավիճակում են պահվում, օգտագործվում են այո որպես քաղաքական խաղաթուղթ։ Պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ եւ պարգևավճար չստանա, պարզապես կհեռանա պետական կառավարման համակարգից։ Դա ավելի շատ նախընտրական ուրեմն որոշակի քայլ էր, ել ավելի շատ կախում առաջացնելու։ Կարելի է խոսել խաղաղության մասին եւ լավ հարաբերությունների մասին, եթե առնվազն մի պետության տարածքում կան գերիներ։ Խաղաղությունը չի կարող լինել ամեն գնով։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Դերմեյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դերմեյան, 2025 թվականի օգոստոսի 29-ին հայկական լրահոսում շատ ակտիվ շրջանառվում էր ձեր անունը հետևյալ բովանդակությամբ. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դերմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Հետաքրքիր է իմանալ, ինչ էր նախորդել այս որոշմանը։ Ինձ մտերիմներս են հաճախ հարցնում, պատմել, քննարկել, ինչպես եղավ, որ դիմում գրեցիր, դուրս եկար։ Իրականում ես ինքս դիմում չեմ ներկայացրել աշխատանքից ազատման եւ հարցը այդ ժամանակ վերաբերում էր շատ ակտիվ կհիշեք քննարկվում էր հեծի հետ կապված արբիտրաժային վարույթը ընդհանրապես Հայաստանում վերջին շրջանում բավական այսպես թափ էր ստացել ներդրումային վեճերի հետ կապված արբիտրաժային վարույթները եւ հեծը դրանց շարքում հերթականներ բնականաբար կար հանրային հետաքրքրություն եւ ինքը բավական ինտենսիվ գործընթաց էր եւ ստացվեց այնպես որ անհրաժեշտ էր արտահայտել մասնագիտական պրոֆեսիոնալ դիրքորոշում իրավաբանական կոնկրետ հարցադրման վերաբերյալ որը մեկ այլ պետական մարմնից էր ստացվել ըստ էության եւ հավանաբար միգուցե չեմ ուզում դավադրությունների տեսության մեջ խորանալ բայց այդ դիրքորոշումը դուր չէր եկել վարչակազմին կոնկրետ վարչապետին եւ հնչեց այն հայտնի խոսույթը մամուլի ասուլիսի ժամանակ որին հետևեց ինձ աշխատանքից հեռացման այդ process-ը ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել այն բարձ պատճառով որ համոզված էի այն դիրքորոշման մեջ որ արտահայտել եմ դա մաքուր իրավական մասնագիտական դիրքորոշում էր ընդ որում ոչ թե դիրքորոշում սեփական կարծիքը հայտնելու առումով այլ կոնկրետ մեջբերումներ իրավական կարգավորումներից միջազգային իրավական կարգավորումներից որոնք համահունչ էին եւ համահունչ են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների այսպես նախապատմությունը եւ պատմությունը այսպեսին էր իմ մասնագիտական գործունեության ընթացքում ես միշտ առաջնորդվել եմ այն մոտեցմամբ, որ արհեստավար մասնագետը կամ այլ բառերով ասած պրոֆեսիոնալը պետք է պրոֆեսիոնալ մնա մինչև վերջ։ Եթե դու ունես կարծիք, որի համար պատասխանատու ես, հաշվետու ես, ուրեմն դու ու կարողանում ես հիմնավորել, թե ինչու այսպես կամ այնպես, ապա դրան պետք է հետամուտ լինել եւ պահել մինչև վերջ։ Հակառակ process-ը, այսինքն երբ պրոֆեսիոնալը ուն վստահվել է պաշտոն, անկախ նրանից որ մակարդակում բարձր մակարդակում միջին թե ցածր հակառակ դեպքում երբ անձը ընկրկում է ամենակարևոր որոշումների կայացման ժամանակ այսպես լողացող դիրքորոշում է արտահայտում ես միշտ եղել եմ այն կարծիքին որ նման գործելավոճը նախ եւ առաջ պատիվ չի բերում այդ անձին եւ երկրորդը կարող է ընդհանուր գործին իսկ առավել եւս եթե խոսքը գնում է պետական պաշտոնյայի մասին հենց պետական շահին հակասել հանրային շահին հակասել Եվ մեր հանրային ծառայությունը ընդհանրապես քաղ ծառայությունը նաև հիմնված է հենց այդ արժեքների վրա, այսինքն ինքը արժեքահեն ծառայությունը։ Արժեքների մեջ են արդարությունը, ազատությունը, համընդհանուր արժեքներ են նաև։ Հետևաբար իմ դիրքորոշումն էլ եւ իմ աշխատելավոճն էլ առավելագույնս միշտ եղել է այդպեսին հիմնված այդ արժեքների եւ սկզբունքների վրա։ Պարոն Դերմեյան, ես պարզապես մեր հետևորդներին հիշեցնելու համար ասեմ, որ այդ որոշման նախորդ օրը վարչապետ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ
կառավարությունը չի պատրաստվում կատարել հեծի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը միաժամանակ նշել էր հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Ես ուղղակի պարզապես մեջբերեմ նրա խոսքերը։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն եւ շենքերից դուրս գան։ Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ։ Հակասող դիրքորոշում ունեցող պաշտոնյան փաստորեն դուք էիք։ Տեխնիկապես ստացվում է այդպես, բայց եթե դետալներին անդրադառնանք, որը շատ կարևոր է, այստեղ անգամ հակասության մասին խոսքը չէր, որովհետև իմ դիրքորոշումը ոչ թե եղել է ինչ-որ մեկի կամ ինչ-որ պաշտոնյայի կամ վարչապետի դիրքորոշման հակադրում, այլ եղել է հստակ իրավական նորմերի մեջբերում, թե ինչ գործընթացով ինչպես պետք է իրականացվի, ընդհանրապես նախ ցանկացած արբիտրաժային վճիռ եւ տվյալ դեպքում նաեւ Ստոկհոլմյան միասնի արբիտրի վճիռը եւ արդեն սրա մեկնաբանությունը, թե ինչ կերպ է որևէ պաշտոնատարանց, վարչապետը կամ մեկ այլ անձ մեկնաբանում, սա կարծես թե նաեւ իմ կարողություններից, հնարավորություններից ու սահմաններից դուրս է, չես էլ կարող ենթադրել կամ կանխագուշակել։ Նորից էլի հետ գալով այն մտքին, որ ես ինքս իմ դրանից հետո իհարկե էլի հետևեցին նաեւ մամուլում հրապարակումներ, ես հատուկ կուզենայի հիշատակել, որ այդ ժամանակ նաև ադրբեջանական մամուլն էր շատ ակտիվ, մի քանի հրապարակումներ եղան, այսպես բավական ողջավորված ձևով, որ իմ ընկալումն այնպիսին էր, որ վերջապես ազատվեցինք այս անձից, որը նաև տարբեր հարթակներում Ադրբեջանի հետ կապված անհատական գանգատների, վճիռների կատարման այդ process-ների ժամանակ մենք միշտ հստակ պահել ենք Հայաստանի Հանրապետության շահը եւ երբեք չենք ընկրկել եւ դարձյալ գալով այն մտքին, որ ես պատասխանատու եմ նրա համար, ինչը ինքս եմ նշել, գրել, հայտնել, կատարել նաեւ գործողությամբ եւ գիտեմ թե ինչու ու կա նաեւ դրա հիմնավորումը։ Դրանից դուրս թե քաղաքական կոնտեքստում դա տեղավորվում է, թե չի տեղավորվում, ինչպես են մարդիկ ցանկանում դա մեկնաբանել, չմեկնաբանել, հոգուտ իրենցի վնասի ինձ եւ այլն, քավլիցի ինչպես ուզում են թող մեկնաբանեն, ես մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ։ Բանդերման, կարող մի քանի խոսքով ուղղակի ներկայացնեք այդ արբիտրաժային դատանի որոշման կարևորությունը, որ դες համար մասնագիտական առումով այդքան սկզբունքային էր։ Այստեղ կար մի այսպես կարևոր մոտեցում, ընդհանրապես արբիտրաժային վճիռները, եթե տարբեր տիպի նախվարույթներ կան, շատ չխորանալով նյուանսների մեջ, բայց խոսքը այս դեպքում վերաբերում է ներդրումային արբիտրաժին։ Երբ որ ներդրողը որևէ պետության, այս դեպքում Հայաստանի Հանրապետությանը, փորձում է արբիտրաժի միջոցով իր խախտված իրավունքները վերականգնել։ Ենթադրյալ խախտված իրավունքների մասին է խոսքը, քանի դեռ չունենք վերջնական վճիռ, խոսքը գնում է ենթադրյալ խախտված իրավունքների մասին։ Եվ Ստոկհոլմյան արբիտրաժային process-ի ընթացքում գոյություն ունի մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս նախականխիչ կամ այսպես հրատապ միջոց կիրառել։ Դա եթե համեմատենք, որպեսզի լսողներին էլ պարզ լինի, եթե համեմատենք մեր իրականությունում առկա կոնցեպտների հետ, ապա նման է հայցի ապահովմանը։ Երբ որ դու գնում ես դատարան, փորձում ես քո հայցը ներկայացնել, բայց մտավախություն ունես, որ մինչև վճիռդ գործը քննվի եւ վճիռ կայացվի, դու ինչ որ կորուստներ կունենաս, խնդրում ես դատարանին այսպես կանխարգելող միջոցներ կիրառել։ Հիմա հեծի պարագայում այդ միջոցը կիրառված էր։ Միազնի արբիտրը որոշել էր ուրեմն որոշակի գործողություններ արգելել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կատարի։ Բնականաբար երկիրը, պետությունը ինքը որպես սուվերեն պետություն, ցանկացած պետություն ունի այդ հնարավորությունը չկատարելու, թե դրա գինը, արժեքը, հետևանքը ինչ է լինում, պետությունը ինքը գիտակցում է կամ չի գիտակցում։ Այսինքն չկա համընդհանուր այնպիսի մի մարմին, որը այսպես մահակով ընկնի ու պետությանը ստիպի սա կատարել կամ նա չկատարել։ Եվ այս դեպքում գործողություններ էր թվարկված, որը եթե ես չեմ սխալվում, այն ժամանակ մենք այդ գործողություններից Հայաստանի Հանրապետությունը բացի մեկից որևէ մեկը չէր կատարել, չէր խախտել։ Այսինքն այնտեղ մենակ այդ կառավարիչ նշանակել չնշանակելու հարցներ։ Հեծի մասով, այո։ Եվ ահա այստեղ հարց էր ընդհանրապես այդ վճիռը միազնի արբիտրի ենթակա է ուղղակիորեն Հայաստանում կատարման, այսինքն որպեսզի պետական մարմինները հետևեն այդ վճռի պահանջներին, թե ոչ։
ըստ կանոնակարգի, Ստոկհոլմյան արբիտրաժային կենտրոնի կանոնակարգի, որին Հայաստանը համաձայնել էր, իր համաձայնությունը տվել էր այդ կանոններով առաջնորդվել, դեռևս 90-ականներին կնքված պայմանագրի ուժով, ահա այդ կանոնների համաձայն, այո, միազնի արբիտրի վեճերը ուղղակիորեն ենթակա էր կատարման Հայաստանի Հանրապետություն։ Եթե պետական մարմինները չէին կատարում կամ ուղղակիորեն դա չէր կատարվում, հնարավորություն կար նաև այսպես որոշակի մեկնաբանություն էր անհրաժեշտ, հնարավորություն կար դիմել Հայաստանյան ազգային դատարան, ճանաչել այդ վճիռը եւ դրանից հետո ուղարկել արդեն դա ակտերի հարկադիր կատարման ծառայություն հարկադիր կարգով կատարելու։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք իրավական մաքուր նաև իրավական խնդրի հետ, որը իհարկե շաղախվում է նաև քաղաքական շահի, քաղաքական ենթատեքստի հետ ու դառնում նաև հետևանքներ ունեցող։ Այս դեպքում նաև անձնապես իմ համար հետևանքներ ունեցավ, այո։ Հետևանքներից մեկն էլ գուցե նա էր, որ այս պահին դուք այս տաղավարում ներկայացնում եք միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը, այսինքն մուտք է գործել նաև քաղաքականություն։ Պարոն Դրմյան, ձեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը վարչապետ դառնալու հայտ է ներկայացրել։ Նախընտրական արդեն ակտիվ շրջան է եւ շատերին բնականաբար կհետաքրքրի հարցը. ինչով է միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը դիմադիր դաշտում առանձնանում։ Շատ բարձ հարց ուղղակի ինչու պիտի ընտրողը ընտրատեղամաս մտնելիս իր ձայնը տա հենց միասնության թևեր քաղաքական նախաձեռնությանը։ Ինչով է դուք առանձնանում դաշտում առհասարակ։ Գիտեք, ես էլ եմ մտածել այդ հարցի շուրջ, թե ինչու միանալ։ Նախ սկսեմ նրանից, որ առաջին հերթին կար մարդկային գործոն, ընկերական հարաբերություն եւ այդ նախաձեռնության մեջ իմ ընկերներն են։ Մարդիկ, ում ես ճանաչում եմ վաղուց, ում հետ անցել եմ ճանապարհ, մարդկային հարաբերություններ ենք ունեցել շատ, այսպես բազմաթիվ փորձություններով անցած։ Սա շատ կարևոր է առաջին հերթին վստահության ձևավորման համար։ Այդ թիմում բոլորը արհեստավարժներ են, այսինքն պրոֆեսիոնալներ, մասնագետներ, պետական ծառայողներ, Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան, փոխնախարար, իրավաբան, միջազգային մի շարք կառույցներում աշխատած, ես ինքս եւս աշխատել եմ մի քանի տարի, 5 տարի աշխատել եմ եվրոպական դատարանում, իմ ամբողջ մասնագիտական գործունեությունը եղել է պետական ծառայության ոլորտում, դատական համակարգ, գործադիր իշխանություն, պարոն Անանյանը եւս եւ մասնավոր դաշտում շատ ավելի շատ մեծ փորձառություն ունեցող իհարկե, բայց նաեւ պետական ծառայության ոլորտում մենք երբևէ քաղաքական որպես գործիչ այն իմաստով, որ մենք ընկալում ենք, չենք եղել։ Եվ սա կուզեի հատկապես շեշտել, որ այսպես հաճույքի համար կամ զուտ ցանկության համար չէ, որ մենք որոշել ենք մտնել քաղաքականություն։ Մենք տեսնում ենք իրապես խնդիր այն իրողությունների մեջ, որում այսօր գտնվում ենք, որում այսօր ապրում ենք, եւ այն ուժն ենք, որը ոչ թե գասի ինչպես պետք է դուրս գալ այլ վիճակի, այլ գիտի ինչպես անել, գիտի ինչպես դուրս բերել ու դա կարող է անել։ Մեզնից յուրաքանչյուրը իր գործունեության ընթացքում ցույց է տվել գործով, սեփական փորձով իր կարողությունները։ Եվ հանրությունն էլ պարոն Թաթոյանին վստահ եմ շատ շատերը ճանաչում են, գիտեն, անձնապես շփվել են։ Ես ինքս 20 թվականից հետո պատերազմի երկրորդ Արցախյան պատերազմի սկզբից մինչև իմ աշխատանքից հեռացվելը շփվել եմ տարբեր խմբերի հետ, տարբեր մարդկանց հետ, այդ պատերազմից տուժած քաղաքացիների հետ, Արցախի մեր հայրենակիցների հետ եւ առավելագույնս եմ միշտ արել իմ մասնագիտական գործունեության զբաղեցրած պաշտոնի շրջանակում, որպեսզի կարողանամ նրանց խախտված իրավունքները վերականգնել։ Հիմա ես համոզված եմ, որ ունեմ կարողություններ եւ իսկ մեր թիմը ունի կարողություններ ավելի լայն սպեկտրում այն վիճակում, որում մենք այսօր ենք գտնվում, իսկ ո՞րն է այդ վիճակը, դա այսպես նսեմացված, շատ մեղմ ասած արժանապատվությունից զուրկ վիճակում հայտնվելն է։ Երբ ցանկացած նյութական բարեկեցության դիմաց կարելի է մեծ հաշվով վաճառել ամեն ինչ։ Հայտնի
Ես խոսելով նաև մտքով հետ էի գնում ու հիշեցի մի դրվագ ներկայացումներից մեկից, այսպես այդ ստենդափ շոուներից մեկն էր ենթադրում եմ, որտեղ այսպես կամահարանքով նաև ասում էր, որ դե ինչ որ մեկը մի գործարան է վաճառել, չգիտեմ, մի հողատարածք է վաճառել, ես էլ երկիրն եմ վաճառելու։ Հիմա ես չեմ պատրաստվում իմ սերունդներին, իմ զավակների զավակներին թողնեմ մի երկիր կամ մի պետություն, որտեղ նրանք հարց են տալու, իսկ ինչու մեր հայրերը չլուծեցին այդ հարցը, ինչու այդ բեռը թողեցին մեզ։ Եթե մենք ունենք պատմական այդ հնարավորությունը բեկում մտցնելու եւ Հայաստանը իրապես զարգացող երկիր զարգացման ուղի վերադարձնելու համար, այդ մի հնարավորությունը պետք է օգտագործենք։ Միասնության թևերը դրա նպատակով ստեղծված շարժում է եւ իր կարգախոսը անվանումը շարժման հենց միտված է համախոհ մարդկանց միավորելու այդ մեկ հովանոցի տակ։ Իսկ համախոհները նրանք են, ովքեր որ կիսում են մեր հետ առաջին հերթին են արժեքները, որոնք մենք ենք դավանում։ Արդարությունը, ազատությունը, ուժը, խոսվում է շատ խաղաղության մասին, մեր կարգախոսներում էլ է խաղաղությունը անպայման նշվում, իհարկե։ Որևէ մեկը պետք է նաիվ լինի մտածելու, որ խաղաղություն մեզ պետք չէ, խաղաղություն անհրաժեշտ է։ Ի վերջո մենք ապրում ենք մեծ հաշվով երջանիկ լինելու համար, ձգտում ենք այդ երջանկության եւ խաղաղությունը կարեւոր նախապայման է դրա համար, բայց ինչ գնով։ Արդյոք զիջելով քո սկզբունքները, արժեքները եւ մարդկային արժեքները եւ անձնական արժեքները եւ համամարտկային արժեքները դու կարող ես ապրել խաղաղ։ Ես այդ համոզումը չունեմ։ Պարոն Դերմայան, դուք խոսեցիք արժեքներից, որոնց շուրջ կարող են լինել միավորումներ, բայց քաղաքականությունը ավելի կոնկրետ է, կոնկրետություն պահանջող ոլորտ է եւ կխնդրեի ուղղակի ասել քաղաքական որ ուժերի հետ եք համարում համագործակցությունը նախընտրական եւ որ շատ կարեւոր է հետընտրական շրջանը, որովհետեւ հնարավոր է նաեւ նման իրավիճակ կան կարմիր գծեր, կան ուղղակի բացառություններ, որոնց հետ կբացառեիք, այ որն է այդ կարմիր գիծը։ Կարծում եմ սրա մասին խոսվել է եւ առաջին մեծ ասուլիսի ժամանակ պարոն Թաթոյանը ինքը նշեց դրա մասին, որ նախ գործող ուրեմն իշխող քաղաքական ուժի հետ որևէ համագործակցություն բացառվում է, որևէ ֆորմատով նախընտրական կամ հետընտրական, որտեղ այստեղ կա նաև արժեքային էական տարբերություն, խնդիրներ, նախընտրական փուլում մենք նաև պարոն Թաթոյանը այսպես շատ արծարծվեց նաև այդ խոսույթը, որ կոչ է անում մեր նախկին պաշտոնաթող նախագահներին չմասնակցել կամ նրանց հետ աֆիլիացված ուժերին չմասնակցել։ Տեսեք, ըստ էության պարոն Թաթոյանը ասեց մի բան, որը մեծ հաշվով շատերը գիտեն, գիտակցում են, բայց դրա մասին չեն բարձրաձայնում։ Չեն ուզում, վախենում են, չեն ցանկանում եւ այլն։ Տարբեր որակումներ կարող ենք տալ։ Նախկին նախագահները, պաշտոնաթող նախագահները իրենց պատմականորեն 30 տարիների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր իր ներդրումը։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ այս քաղաքական ուժերը փորձում են նորից մասնակցել ընտրությունների միջոցով գալ իշխանության։ Չի ստացվում։ Չստացվելու արդյունքում մեր ընտրական համակարգը ձևավորված է այնպես եւ այն սկզբունքներով, որ մեծ հաշվով այդ ձախողման արդյունքում իշխող քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրը ստանում է մեծամասնություն ազգային ժողովում։ Կոչը սրան էր ուղղված, որ տվեք հնարավորություն ամբողջովին նոր եւ մեծ հաշվով նաեւ անձնապես չվարկաբեկված ուժերին, անհատապես չվարկաբեկված ուժերին գալ իշխանության եւ փոխել այն սրընթաց այդ անդունդով գլորվելը, որ այսօր մենք ունենք, կանգնեցնել դա, նախ պետք է կանգնեցնել դա, հետո փորձենք դուրս գալ անդունդից։ Հետընտրական փուլում իհարկե կարող են լինել միավորումներ։ Դարձյալ իմ նշած մեկ բացառությունը հաշվի առնելով, բայց նախընտրականի վերաբերյալ ինձ թվում է շատ հստակ էր դիրքորոշումը պարոն Թաթոյանի եւ դա պարոն Թաթոյանը ըստ էության արտահայտում էր ամբողջ նախաձեռնության դիրքորոշումը, որ միավորումներ այս ուժերի հետ, այսինքն նախկին պաշտոնաթող նախագահների ղեկավարած քաղաքական ուժերի հետ չեն ունենալու։ Հետընտրականում չեք բացառում։ Հետընտրականում մեծ հաշվով ոչ, որովհետև հետընտրականը կախված կլինի բազմաթիվ հանգամանքներից, իհարկե,
եւ նաեւ ընտրական օրենսգրքի կանոնակարգումներից, որտեղ դարձյալ բավական խրթին կանոնակարգումներ կան, մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնել գնալու նման կոալիցիաների։ Մի շարք հանգամանքներ։ Ես նաեւ որոշակի տակտիկական նկատառումներից ելնելով դրա մասին շատ չեզանա այս փուլում խոսել, որպեսզի հանրության մոտ նաեւ այնպես տպավորություն չստեղծվի կամ սխալ տպավորություններ չստեղծվեն, բայց նախընտրական փուլում մենք գիտենք ում հետ գնալ, մենք գիտենք ում հետ միավորվել, մենք նաեւ ցույց ենք տվել Շանդաշինք կուսակցության հետ ենք այս պահին առաջ գնում եւ համոզված եմ, որ այդ միավորումը նախընտրական փուլում պիտի լինի ընդհանուր արժեքների շուրջ եւ ընդհանուր գաղափարների շուրջ կոնսենսուսի արդյունքում։ Վերադառնալով ձեր մասնագիտական բուն ոլորտին, պարոն Դրմեյան, դուք խոսեցիք, որ աշխատել եք մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2015-ից 20 թվականներին ղեկավարել եք այս կառույցում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը։ 15-ից 20-ին աշխատել եմ դատարանում, 20-ից 25-ը ղեկավարել եմ այս կառույցը արդեն Երևանից։ Երևանից։ Շնորհակալություն ճշտման համար։ Պարոն Դրմեյան, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է միջազգային ատյաներում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի Հանրապետության հայցերից։ Սա այն կառույցն է, մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ուղղվել են բազմաթիվ հայցեր Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, բազմաթիվ այլ հանցագործությունների վերաբերյալ, մասնավորապես 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրված։ Ես ուզում եմ դուք խոսեք այդ հայցերից հրաժարվելու հետևանքների մասին եւ իրավական։ Ես կարծում եմ նաեւ բարոյական հետևանքներ կան այստեղ։ Շատ լավ։ Մի քիչ պիտի նախապատմություն ներկայացնեմ։ Մենք միջպետական հայցեր, ընդհանրապես միջպետական հայց Հայաստանի Հանրապետությունը իր անկախ պատմության մեջ առաջին անգամ ներկայացրեց 2020 թվականին։ 20 թվականի հենց սեպտեմբերի 27-ին։ Ես շատ լավ հիշում եմ այդ օրը։ Կիրակի էր ու առաջին հենց դիմումը գնաց այդ օրը երեկոյան, Կիրակի երեկոյան հրատապ միջոց էինք խնդրում, որպես եվրոպական դատարանը կիրառի եւ արգելի Ադրբեջանին կոնվենցիայի շրջանակում մի շարք գործողություններ կատարել, զերծ մնալ իրավունքները խախտելուց։ Այս պահին մենք ունենք 4 միջպետական գանգատ, որոնք քննվում են եվրոպական դատարանում, մարդու իրավունքների եվրոպական դատարան, Ստրասբուրգի դատարան, այլ կերպ ասած, դրանք բոլորը վերաբերում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի թույլ տված խախտումներին եւ իրենց մեջ ներառում են 20 թվականի սեպտեմբերից մինչեւ 2023 թվականի ուրեմն տեղահանությունը, արցախցիների տեղահանությունն ընկած ժամանակահատվածում թույլ տրված խախտումները։ Ադրբեջանը իր սովորույթի կամ վարքագծի համաձայն ներկայացրել է հայլային գանգատներ, բնականաբար դրանք երկուսն են թվով։ Մեկը, այսպես հետ է գնում մինչև 90-ական թվականների խախտումներ, առաջին Արցախյան պատերազմ եւ ներառում է նաեւ 44-օրյան։ Երկրորդը զուտ իմ կարծիքն է, դա Ադրբեջանը ներկայացրեց ուղղակի թվային հավասարակշռում ապահովելու համար եվրոպական դատարանում 4 մենք ունենք, 2 իրենք ունեն։ Երկրորդը վերաբերում է էլի ուրեմն Բերձորի, Սուս, Աղավնո այդ գյուղերում տների այրման խնդիրներին։ Մենք ունենք մեկ գանգատ ներկայացված նաև Թուրքիայի դեմ։ Հատկանշական էր, որ իրավական նաև առումով շատ հետաքրքիր էր այդ գործը, երբ Թուրքիայի դեմ ներկայացված գանգատի շրջանակում առաջին անգամ դարձյալ եվրոպական դատարանի արդեն կարելի ասել պատմության մեջ դատարանը նախականխիչ միջոց կիրառեց մի երկրի նկատմամբ, որը վիճող կողմ չէր այդ պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով, այդ գործով կիրառեց միջոց ընդդեմ Թուրքիայի, սա եւս շատ հետաքրքիր զարգացում էր իրավական տեսանկյունից։ Մենք ունենք մեկական գործ արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, դարձյալ ինչ որտեղ հայլային գործեր են։ Առաջինը մենք ենք ներկայացրել, հետո Ադրբեջանը ներկայացրեց։ Սա վերաբերում է ռասայական խտրականության վերացմանը։ Սրա կոնվենցիան մի փոքր այլ է, չնայած հիմնարար իրավունքների առումով մեծ հաշվով տարբերություններ չկան, այդ կյանքի իրավունքը, խոշտանգումներից զերծ մնալը, սեփականության եւ այլն, դրանք նաեւ պաշտպանվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Տարբեր փուլերում են գտնվում այս գործերը։ Մենք ունենք մի քանի գործ, որոնք արդեն ընթացքում են եվրոպական դատարանում, շատ մասնագիտական տերմիններով չեմ ասում, որ ընկալելի լինի, այսինքն դատարանը ընթացք է տվել այդ գործերին եւ դիրքորոշումներով փոխանակվում են կողմերը Հայաստանն ու Ադրբեջանը, իրենց առարկություններն են ներկայացնում, փաստարկները, ապացույցներ եւ այլն։ Արդարադատության միջազգային դատարանում եւս գործը բավական առաջ է գնացել եւ ունենք կիրառված միջոցներ, նախականխիչ որոշումներ, ունենք վճիռ, որով որ
շատ կարևոր արձանագրում է արել Արդարադատության միջազգային դատարանը։ Կգամ ավելի ուշ այդ վճռին, եւ ունենք արբիտրաժային վճիռներ նախաձեռնված Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։ Երկուսն են դրանք, մեկը վերաբերում է վայրի բնության պահպանությանը, եւ երկրորդը վերաբերում է էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը Արցախի տարածքում։ Սրանք էլ ընթացքում գտնվող գործեր են։ Հիմա ես խոսելով սրա մասին հիշեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահներից մեկին Ռոբերտո Սպանոին, ով իր քննարկումներից մեկի ժամանակ այսպեսի միտք հայտնեց, հարց հնչեց, թե արդյոք եվրոպական դատարանը քաղաքական ազդեցություն կրում է, չի կրում եւ այլն, ունի կան քաղաքական լծակներ, որոնցով ազդում են եվրոպական դատարանի վրա։ Եվ նա հետաքրքիր պատասխան տվեց, թվում էր, թե պիտի պատասխանը հնչի շատ ուղղակի, որ ոչ, զերծ է դատարանը նման ազդեցությունից, բայց նա հետաքրքիր պատասխան տվեց, ասեց նաիվ պետք է լինի այն մարդը, ով կմտածի, թե միջազգային դատարանները զերծ են քաղաքական ազդեցությունից։ Ինչու, որտեղ միջազգային դատարանները չեն գործում վակուումի մեջ։ Միջազգային դատարանները մեր կյանքի այսպես շատ կարևոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնող դատարաններ են։ Իհարկե նրանց նկատմամբ կարող են լինել քաղաքական ազդեցություններ կամ առնվազն որոշակի ազդակներ կան քաղաքական դաշտից։ Դատավորների խնդիրն է եւ այդ միջազգային կառույցի, եթե այսպես ավելի լայն ասենք, խնդիրն է նվազեցնել այդ ռիսկերը, նվազեցնել այդ ազդեցությունը, որպեսզի գերակայի արդարադատությունը։ Որտեղ միջազգային իրավունքը իր, պես ասենք, սյուները, որոնք որ պահում են միջազգային իրավունքը, դարձյալ արժեքահեն են։ Արդարությունը, բարությունը, եղբայրությունը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որ նայում ենք, այնտեղ խոսում է եղբայրության, հավասարության, արդարության մասին, ազատության մասին։ Դրանք արժեքներ են, որոնց համար հազարավոր մարդիկ մահացել են, պայքարել ու մահացել են։ Ինչու են կարևոր այս հայցերը։ Տեսեք, խաղաղության այո համաձայնագրով այն տեքստը, որ հրապարակվել է, նշվում է, որ կողմերը պայմանավորվում են ստորագրումից, վավերացումից հետո, ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հրաժարվել գանգատներից, ցանկացած գանգատից, բողոքից, այսպես մի քանի նշում կա, հայցից եւ ապագայում էլ չներկայացնել մինչև համաձայնագիրը ընկած ժամանակահատվածում որևէ հարցի վերաբերյալ նոր գանգատ կամ նոր գործ։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է իրավական պրոցեսների եւ դատավարությունների միջազգային հարթակներում ընթացող դատավարությունների արժեքը։ Մենք էլ գիտենք, մենք էլ ենք հասկանում, դրա համար կարծում ենք, որ ճիշտ լուծումը չէ հայցերից հրաժարումը։ Այսպես շատ նույնիսկ տրիվիալ հարց է հնչում, ինչպես կարող են գնալ խաղաղության առանց հայցերից հրաժարվել։ Դրանք իրար հակասում են։ Ես չեմ կարծում, որ դրանք հակասում են իրար։ Նույն դրամաբանությամբ, եթե դու գնում ես խաղաղության ու կնքում ես համաձայնագիր, բայց քո երկրի տարածքում գտնվում են հակառակորդի զինված ուժեր։ Հիմա այս իրավիճակը իրար հակասում է, թե ոչ։ Պատասխանը նույնը պիտի լինի, այո, հակասում է։ Ուրեմն այս պարագայում պետք է հասկանանք խաղաղության արժեքը որն է։ Հայցերը, որոնք որ տարվել են կոնկրետ անձանց եւ դրանք 1-ը, 2-ը, 10-ը, 100-ը չեն, տասնյակ հազարավոր անձանց իրավունքների պաշտպանության համար։ Եվ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ ստանձնում է այդ հանձնառությունը։ Մենք հանդիպումներ ենք ունեցել հարյուրավոր անձանց հետ, տուժածների հետ, քննարկումներ ենք ունեցել, որ ձեր իրավունքների պաշտպանության համար գանգատ է ներկայացված միջպետական։ Եվ այդ մարդիկ վստահել են, չեն ունեցել չվստահելու առիթ։ Հիմա պատկերացրեք, ես նաև գալիս եմ անձնական, էլի հետ են գնում են առաջին հարցին, հա, ինչն է կարևոր նաև պաշտոնատար անձի արժեքային համակարգում։ Ինչպես կարելի է այդ անձանց տարիներ շարունակ ասել, որ այո, ձեր իրավունքները պաշտպանվում են, տարվել են հայցեր ու մի օր ասել, գիտեք, ես հրաժարվում եմ այդ հայցից։ Լավ հասկանալով, որ այդ անձանց անհատների կողմից արդեն իրենց իրավունքների պաշտպանության համար միջազգային ատյաններու դիմելը եւ հատուցումներ ստանալը կամ խախտված իրավունքների վերականգնման հասնելը գրեթե մոտ է 0-ի, գրեթե։ Դու անցել են ժամկետներ, բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ կարող են առաջ գալ։ Մեզ ինչ են տալիս այդ հայցերը։ Մեզ տալիս են շատ բան եւ առաջին մեծ այդ ասուլիսի ժամանակ պարոն Թաթյանը նշեց դրա մասին, որ հայցերը դիվանագիտական առաջին հերթին եւ բանակցային կարևոր հաղթաթուղթ են մեզ համար։ Եթե պրագմատիկ նայենք այս հարցին, իսկ կարծում եմ քաղաքականության մեջ նաեւ պիտի պրագմատիզմ լինի, հայցերով ամրագրվում են որոշակի իրողություններ, որոնք ունեն իրավական հետևանք,
Այսօր նույն արցախցիների վերադարձը, որի մասին մենք խոսել ենք, վերադարձի իրավունքը, միակ փաստաթուղթը միջազգային իրավական, որն այսօր ուժի մեջ է, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումն է, որտեղ հստակ գրել է դատարանը իր վճռում, իր որոշման մեջ, որ Ադրբեջանը պետք է ապահովի Արցախից դուրս եկած բոլոր անձանց անխոչնդոտ առանց ռեպրեսիաների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Նույն կերպ նաև նրանց դուրս գալը, ովքեր որ ցանկանում են դուրս գալ, այսինքն այդ երկկողմանի տեղաշարժը պիտի ապահովի անխոչնդոտ առանց նրանց հիմնարար իրավունքների խախտումների։ Այսինքն հետագայում այս փաստաթուղթը կարող եք օգտագործել։ Եթե իհարկե այս փաստաթուղթը այսօր էլ ուժի մեջ է։ Եթե իհարկե Անգամ եթե, գիտեք, այսպես վատագույն սցենարով գնանք, ինքը արդեն գոյություն ունեցող եւ գոյություն ունեցող փաստաթուղթ է, գոյություն ունեցող իրավական ակտ է, պատմական իրողություն է արդեն։ Այսինքն սա շրջելը ինչ որտեղ նաև անհնար է, որտեղ ուժի մեջ է մտել, պարտադիր է դարձել Ադրբեջանի համար։ Պարտադիր կատարման ենթակա, ընդ որում այդ նույն որոշմամբ շատ հետաքրքիր էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, որ հանձնառություն ստանձնեց, լրացուցիչ հանձնառություններ, որ մենք չենք խախտի իրավունքները, չենք ոչնչացնի հուշարձանները, կպահպանենք արխիվները եւ այլն, դատարանն ասեց շատ լավ։ Ես ընդունում եմ ձեր փաստարկները, բայց դրանք բավարար չեն ինձ համար, որպեսզի դուք ձեր կոնվենցիոն պարտավորությունները կատարեք։ Ես ձեզ լրացուցիչ պարտադրում եմ նաև ձեռնպահ մնալ որևէ միջոց ձեռնարկելուց, որը կխոչընդոտի անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ուրեմն մեկ այլ ասպեկտ, նույն նմանատիպ որոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, դա եւս ուժի մեջ է, որտեղ առաջինը իր արագության առումով եվրոպական դատարանն էր, որտեղ այնտեղ ենթացակարգերը մի փոքր արագ են, երբ որ հրատապ միջոցի համար դու դիմում ես ներկայացնում, դատարանը շատ արագ է արձագանքում։ Արտադատության միջազգային դատարանում, Հագայի դատարանում գործընթացները մի փոքր ավելի դանդաղ են, բայց նմանատիպ բովանդակությամբ նաև վճիռ ունի, որոշում ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Վերջն արդյունքը լինելու է արդեն ամբողջ հայցի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը։ Եթե մենք շարունակենք հայցերը, այս պահին ես որքանով գիտեմ հանրային դաշտից, գործընթացները շարունակվում են, կարծես թե որևէ այսպես հրաժարման մասին չկա, տրամաբանական էլ կարծում եմ չի լինի, որովհետև հրապարակված փաստաթղթում խոսքը վերաբերում է վավերացումից հետո հայցերից հրաժարմանը, այլ ոչ թե որպես պայման հայցերից հրաժարմանը։ Այսինքն մինչև այդ փաստաթուղթը չվավերացվի, չստորագրվի, չվավերացվի, մենք հայցերից հրաժարման մասին չենք կարող խոսել։ Կարող է հրաժարվել Հայաստանը միակողմանի, իհարկե կարող է։ Այս հարցը նաև խաչվում է հիմա մի քիչ այսպես սահուն կերպով նաև արևմտյան Ադրբեջանի հարցին։ Եթե գանք, արևմտյան Ադրբեջանի հարցը, խնդիրը արհեստածին ձևավորված հարց է, խոսույթ է, որը չունի իրավական որևէ հիմք։ Եթե այսօր որևէ Ադրբեջանի որևէ քաղաքացի փորձի իր ենթադրյալ իրավունքների պաշտպանության համար դիմել որևէ միջազգային դատարան, մերժումից բացի ուրիշ բան չի ստանալու։ Ինչու՞, որովհետև միջազգային դատարանները փակել են այդ հարցը։ Եվրոպական դատարանը ժամկետային սահմանափակման առումով դիրքորոշում հստակ ունի, որ կա որոշում Սամադովն ընդդեմ Հայաստանի, որտեղ Եվրոպական դատարանը այդ դիմումատուին ասել է, որ քո գործը չենք կարող քննել, վերադարձնում են քո հայցը, որովհետև դու շատ ուշ ես եկել Եվրոպական դատարան։ Խախտումը եղել է 90-ականներին, ենթադրյալ խախտումը։ Արդարադատության միջազգային դատարանը իր հերթին կայացրեց վճիռ եւ ընդունելի համարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները, առ այն, որ Ադրբեջանի պահանջները 90-ական թվականների վերաբերյալ քննության ենթակա չեն ու հաստատեց դա։ Հիմա ոնց պատտվենք, որ կողմից էլ մոտենանք, իրավական հենք, իսկ ինչքան էլ պարադոքսալ հնչի, միջազգային իրավունքը ի վերջո անհրաժեշտ է լինելու ամրագրելու այդ իրավունքները։ Ցանկացած վեճ ուժային անգամ վեճ հանգուցալուծվում միջազգային իրավունքի կոնտեքստում։ Փաստաթուղթ են ստորագրում առնվազն կողմերը։ Ուրեմն միջազգային իրավունքի շրջանակներում այս անձինք չունեն, չկա բազա իրավական, որպեսզի կարողանան իրագործել այդ արևմտյան Ադրբեջան կոչված գաղափարը, բայց քաղաքական հարթության մեջ իհարկե, եթե Հայաստանը թույլ տա, Հայաստանի իշխանությունը, գործող քաղաքական ղեկավարությունը նաև թույլ տան եւ համակարծիք լինեն այդ մոտեցմանը,
այստեղ միջազգային իրավունքը ոչինչ անել չի կարող։ Պարոն Դրմյան, չեք կարծում, որ բազմաթիվ այլ հարցերի նման այս հարցերն էլ կարող են այսպես բանավոր պայմանավորվածությամբ լուծվել։ Մենք դրա օրինակը ունեցել ենք։ Ինչևէ, ես այսպեսի մի հարցի եմ անզում անդրադառնալ, այս միջազգային կառույցների կարևորության մասին խոսեցիք, պարոն Դրմյան, բայց այնուամենայնիվ չեն կարող չնկատել, որ միջազգային կառույցների հանդեպ հայ հանրության շրջանում, այսպես ասած, վերջին տարիներին անվստահության մեծ պաշար է կուտակվել, որովհետև մենք տեսել ենք այս կառույցների ակտիվությունը նախկինում եւ пассивությունը մեր օրերում։ Մենք տեսել ենք, թե ինչպես էին շատ նրանք ակտիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների ցանկացած իրավական կամայականության ոտնձգությունների, իրավախախտումների դեպքում, սակայն նրանք այժմ կարծես ոչինչ չեն տեսնում տասնյակ քաղբանթարկյալների արկայության դեպքում, որոնց մի մասը պարզապես խոշտանգվում է համապատասխան առողջապահական օգնություն, օժանդակություն չստանալու պատճառով։ Տեսնում ենք եկեղեցու հանդեպ ոտնձգությունների հանդեպ նրանց լռությունը եւ այլն, գիտեք, օրինակները շատ են։ Հաջողության հասնելու դեպքում, ենթադրենք ընտրություններում ընտրողների քվեն ստանալու դեպքում ինչպես եք պատկերացնում համագործակցությունը այն կառույցների հետ, որոնց հանդեպ հայ հանրության շրջանում նման մեծ անվստահություն կա կուտակված։ Ես թեման շատ մեր մասնագիտական նաև որոշ առումով շրջանակներում միշտ տարբեր կարծիքների բախումների է առաջ բերում, կամ բախումների է հանգեցնում, ասում եմ միջազգային իրավունքը չի գործում, ուժի իրավունքն է գործում, ուժն է ծնում իրավունք, այս խոսույթը միշտ կա։ Միջազգային իրավունքը ունի հստակ ուղենիշ։ Միջազգային իրավունքը գործում է այն ժամանակ եւ կիրառվում է ռեալ կյանքում այն ժամանակ, երբ դու կարողանում ես աշխատել այդ իրավունքի շրջանակներում, նաեւ դու դրա կրողն ես լինում։ Ավելի եթե պարզ ասեմ, սա մի գործիք է, միջոց է, որը գործում է կոնսենսուսի արդյունքում, մեծ հաշվով կոնսենսուսի արդյունքում, այսինքն եթե համեմատենք մեր պետական համակարգի հետ, ներպետական համակարգում ինչպես է, կան օրենք ընդունող մարմիններ, պարլամենտներն են, ազգային ժողովները, կա այդ օրենքը կիրառող մարմին, ասենք դատական իշխանությունն է, եւ կա այդ դատարանների որոշումներին տեր կանգնող կամ հարկադրաբար կատարող մարմին, հատուկ ծառայությունը ակտերի հարկադիր կատարման։ Միջազգային հարաբերությունները, միջազգային իրավունքի մեջ նման ուղղագիծ հիերարխիա գոյություն չունի։ Այս ամենը որոշվում է հարթության, հորիզոնական հարթության մեջ։ Իսկն ինչպես դու կաշխատես մնացած շահագրգիռ անդամ պետությունների հետ, որ այն կառույցը, որում դու գտնվում ես, քեզ ձեռնտու քեզ շահավետ դիրքորոշում ունենա, կամ լուծի խնդիրը կամ վեճը մեծամասամբ հօգուտ քեզ, արտահայտի դիրքորոշում, որը ձեռնտու է քո շահերին։ Սա հմտություն է, կարողություն եւ մասնագիտական, առաջին հերթին մասնագիտական եւ նաեւ մարդկային որոշակի շփումների կարողություններ։ Ես բազմաթիվ հարցերի լուծման ժամանակ առնչվել եմ այդ խնդրին, առնչվել եմ այդ իրողությանը եւ վերահաստատվել է իմ դիրքորոշումը, ներքին համոզմունքը, որ սա բանակցելու, ուրեմն քո կողմը գրավելու նաեւ արվեստ է։ Կարողանալ այնպես անել, որ միջազգային իրավունքը գործի հօգուտ քեզ, աշխատի հօգուտ քեզ, մանավանդ եթե դրա օբյեկտիվ հիմքերը դու ունես։ Հիմա նույն հայցերի պարագայում ինչու է նույն Ադրբեջանը այդքան շահագրգռված, որպեսզի հրաժարվենք հայցերից, որովհետև քաջ գիտակցում են, որ միջազգային իրավական կարգավորումները հօգուտ Հայաստանի Հանրապետության են։ Բնականաբար չեն ցանկանա պարտվել այդ գործերով։ Եվ իրենք արդեն մի քանի անգամ այդ պարտության համը տեսել են տարբեր վճիռներով։ Ինչպես աշխատել, դա կարողություն է, միջազգային իրավունքը եւս ունի իր սահմանափակումները, հնարավոր չէ մի վիճակ, երբ միջազգային իրավունքի հույսին թողնենք բոլոր խնդիրների լուծումը, արտաքին քաղաքական, բացառված է, ցանկացած ռեսուրս եւ միջոց ունի իր սահմանափակումները։ Այդ օրինակը ես հաճախ բերում եմ եւ ուսանողներին եւ տարբեր այսպես խմբերի հետ քննարկումների ժամանակ, օրինակ հրետանին, ցանկացած հրետանի ունի կրակի իր սահմանափակումը։ Չես կարող D20 տիպի հրանոթով 100 կիլոմետր հեռավորության թիրախ խոցել։ Նույն կերպ եւ միջազգային իրավունքն է։ Ամեն հարց եւ ամեն խնդիր չէ, որ միջազգային իրավունքը կարող է լուծել եւ ունի լուծում, բայց նրանք առնվազն, որոնք որ գտնվում են միջազգային իրավունքի տիրույթում, եւ մենք կարող ենք դա աշխատացնել, աշխատեցրել ենք ու գիտենք ինչպես անել, դա օգտագործելու ենք 100%-ով, որովհետեւ դրա այլ ընտրանքը մեզ համար չկա։ Եթե այդ պահին տվյալ կառույցը ունի շահ երկակի ստանդարտներով առաջնորդվելու։ Պիտի այնպես անենք, որ մեր շահը համընկնի։ Այդ շահերի համընկնումը շատ դա աշխատանք է։
անպայման աշխատանք։ Էլի հետ գալով դարձել է այդ վճիրներին հայցեր միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք հօգուտ Հայաստանի Հանրապետության են։ Սա պիտի աշխատացվի բոլոր ասպարեզներում, եւ դիվանագիտական, եւ քաղաքական, եւ երկկողմ հանդիպումների ժամանակ։ Միգուցե օգտագործվում է, լավ չի օգտագործվում, խոսում են, քննարկում են, չեմ կարող ասել, դրան չեմ անդրադառնում, որովհետև չեմ տիրապետում։ Բայց որ դա ունի իր մեջ ուժ հնարավորություն, քո խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու, քո սահմանները նաև գծելու, քո կարմիր գծերը նշելու, ես դրանում ուղղակի համոզված եմ։ Անդրմյան, հունվարի 14-ին տուն վերադարձավ 4 գերի, որի դիմաց Հայաստանը փոխանցեց սիրիացի 2 վարձկաներին։ Իհարկե, ցանկացած հայի ճակատագիր մեզ համար չափազանց կարևոր է եւ ուրախալի փաստ էր եւ այս հայտնի մարդու էջը վերջապես մի բարի լուր ազդարարեց, բայց սա փորձում է ներկայացվել դիվանագիտական լուրջ ձեռքբերում եւ հայ-ադրբեջանական բարեկամության, խաղաղության, այսպես առհավաճա։ Բայց հարց է ծագում. եթե դա իսկապես դիվանագիտության հաղթանակ է, ապա ինչու է դիվանագիտությունը չէր հաջողում մինչև նախընտրական շրջանը, եւ զարմանալի զուգադիպությամբ գերիների վերադարձից 1-2 օր անց Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ հունիսյան ընտրություններում աջակցելու են Նիկոլ Փաշինյանի, պես ասած, վերընտրվելուն։ Մենք իրավունք ունենք մտածելու, որ արտաքին ուժերը փաստորեն հայ գերիներին օգտագործում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու միջոց որպես։ Շատ գեյների հարցը շատ ցավոտ թեմա է, որովհետև իր բնույթով դա բացառապես հումանիտար հարց պետք է ընկալվի։ Ցավոք սրտի իրականության մեջ գերիները բոլոր զինված բախումներին է սա վերաբերում, առանց մեծ հաշվով բացառության, ռազմագերիները, քաղաքացիական անձինք, որոնք պահվում են, անգամ պատանդի կարգավիճակում են պահվում, օգտագործվում են այո որպես այսպես քաղաքական խաղաթուղթ օգտագործվում են այն պետության կողմից, ով պահում է։ Չասեմ, որ սա խախտում է մի շարք կոնվենցիաներ եւ միջազգային իրավական կարգավորումներ, բայց կհիշեք հավանաբար, երբ տեսահոլովակ տարածվեց, երբ որ Ալիևը եւ Թուրքիայի նախագահի տիկինը այսպես զրույցում են եւ այնտեղ այդ կարծիքներ հնչում, որ խումբ փոխանցեք այնպես, որ դրա դիմաց ինչ որ բան կարողանանք մենք ստանալ կամ դուք ստանալ, հա, Թուրքիայի նախագահի տիկինը Ադրբեջանի նախագահին էր այդ մասին ասում, հստակ ցույց էր տալիս, թե ինչպես կարող են մեր ռազմագերիները, հայ ռազմագերիները պահվող անձինք օգտագործվել բացառապես քաղաքական նպատակներով։ Ադրբեջանը ինձ թվում է Հայաստանի համար շատ կանխատեսելի պետություն է, որովհետև ունենք 30 տարվա, առնվազն 30 տարվա 3 տասնամյակից ավելի շփման փորձ եւ անակնկալ չպիտի լիներ մեր համար, որ Ադրբեջանը այս անձանց օգտագործելու է իր քաղաքական, դիվանագիտական, նաև տնտեսական նպատակները ծրագրերը կյանքի կոչելու համար։ Յուրաքանչյուր քայլից մաքսիմալ օգուտ ստանալու ակնկալիքով։ Այսինքն նույն Թուրքիայի ուրեմն արտգործնախարարի հրապարակային խոսքը եւ աջակցումը պիտի դիտել այս կոնտեքստում, այս ծիրի ներքո։ Ըստ կանոնի, ըստ կանոնակարգման, ցանկացած ռազմագերի պահվող անձով, որ հայտնվել է հակամարտող մի կողմի տիրապետման ներքո, մարտական գործողությունների դադարեցումից հետո պիտի վերադարձվի։ Պետք է վերադառնա իր երկիր, կամ այն երկիր, որտեղ ցանկանում է գնալ, հա։ Սա հստակ կանոն է, եւ սա եկել է սովորույթից հարյուրամյակներ առաջ, դարձել ի վերջո փաստաթղթում ամրագրված կանոն, որը գործում է բոլոր պետությունների համար։ Հայաստանը դա արել էր, Ադրբեջանը ոչ։ Հայաստանը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ այնպիսի մենք ճշգրտությամբ էինք, ես խոսում եմ բացառապես գրասենյակի, այն գրասենյակի, որը ինքս համակարգել եմ աշխատանքի մասին, այնպիսի ճշգրտությամբ ենք կարողացել աշխատել, համապատասխան նաև մեր պետք է նաև այդ մասին նշեմ, որ պետական համակարգում կան մարդիկ, ովքեր որ, այսպես ես իրենց ասում եի, լուսավոր կետեր, այսինքն մարդիկ, ովքեր որ անկախ ամեն ինչից իրենց ուսերին տանում են բավական ծանր բեռ ու պատվով են դա տանում։ Այնպես էինք աշխատել, որ Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ ստանալ որևէ որոշում, որով Հայաստանին կպարտադրվեր օրինակ ռազմագերիների իրավունքները չխախտել կամ նրանց նկատմամբ որևէ ոտնձգություն չան։ Ուղղակի չկարողացավ, որովհետև մեկին մեկ մեր գործողությունները համապատասխանում էին միջազգային պայմանագրերի տառին։ Ի տարբերություն դրա մենք ունենք հարյուրավոր անձանց վերաբերյալ եվրոպական դատարանի որոշումներ։ Հարյուրավոր, նրանք ովքեր որ պահվում էին Ադրբեջանում, հետո սկսեցին հետ վերադարձվել։
Ուրեմն սա բացառապես հումանիտար հարցության մեջ պետք է դիտարկել ու չբացառել, որ այդ հումանիտար խնդիրը թշնամական նաև պետք է որակել պետության կողմից, հակառակորդ պետության կողմից օգտագործվելու է քաղաքական նպատակներով, որը արվում է։ Ես համոզված եմ այն դատավարությունները, որոնք այսօր ընթանում են կամ ընթանում էին, ուրեմն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ռազմագերիների մասով այդ նույն նպատակը ունեն։ Առաջին հերթին միջազգային քաղաքական դաշտում ցույց տալ, որ Ադրբեջանը ինչ որ իրավական ժողովրդավարական պետություն է եւ դատավարության միջոցով են նրանք փորձում ցույց տալ այն խախտումները, որոնք ենթադրաբար կատարվել են, եւ հետագայում արդեն գետնի վրա դա օգտագործել Հայաստանի հետ տարբեր հարցեր լուծելու համար, որպես սպառնալիք, որպես խաղաթուղթ, որպես գործոն, այնպես ինչպես արել են մինչ օրս։ Այդ դեպքում կարելի է խոսել խաղաղության մասին եւ լավ հարաբերությունների մասին, եթե առնվազն մի պետության տարածքում կան գերիներ։ Խաղաղության մասին խաղաղությունը չի կարող լինել ամեն գնով։ Խաղաղությունը չի կարող լինել ամեն գնով։ Խաղաղությունը մեզ անհրաժեշտ է, պետք է, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Խաղաղությունը չի կարող դարձվել փաթաթվել ժողովրդի վզին, որպես միակ այլընտրանք եւ նաեւ ինչ որտեղ սպառնալիք, որ եթե խաղաղություն չեք ուզում, ուրեմն պատերազմ եք ուզում, չկա այսօր ես չեմ տեսել մի քաղաքական ուժ, որ ասի մենք ուզում ենք պատերազմ։ Պատերազմ ցանկանալը եւ պատերազմ ուզելը դա մեղմ ասած հիմարություն է։ Իհարկե ուզում ենք խաղաղություն, իհարկե բերելու ենք խաղաղություն, բայց ինչ գնով։ Այդ ինչ գնովի պատասխանը պետք է տրվի։ Դա պիտի լինի ուժեղ բանակցող ունենալու գնով, ուժեղ բանակցողի կողմից հստակ Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը արտահայտելու գնով, մեր կարմիր գծերը քաջ գիտակցելու գնով, ի վերջո մենք պատասխանատու ենք լինելու մեր սերունդների առջև։ Մեզ դատելու են մեր սերունդները, ոչ թե մեր ժամանակակիցները։ Իսկ ես չեմ ուզում ամոթով մնալ եւ անարժանապատիվ ուրեմն պիտակվել իմ սերունդների կողմից։ Ես մինչև այսօր իմ կյանքը ապրել եմ այնպես, որ տվել եմ իմ հայրենիքին, իմ ժամանակը, միջոցները, անձնական բարեկեցությունը, եթե այդ ամեն ինչը տակահանենք, արժանապատվությունից բացի ուրիշ բան չի մնա։ Դուք խոսեցիք ձեր սերունդներից, ես ուզում եմ ձեր աշակերտներից, ուսանողներից հարցնել, քանի որ դասավանդում եք երկու բուհում, Երևանի պետական համալսարանում եւ Եվրոպական համալսարանում։ Պարոն Դրմեյան, ամենակարևորը, որ ձեր ուսանողը պիտի վերցնի Դրմեյան մասնագետից եւ մարդուց։ Մասնագետից կարծում եմ այն փորձն է, որը ես փորձում եմ նաև պատմելու միջոցով, այս վերջերս նաև որոշակի էքսպերիմենտ արեցի տեսահոլովակների միջոցով նրան ցուցադրել, ցույց տալ ֆիլմերի միջոցով նաև, այսինքն առաջին հերթին փորձ եւ մասնագիտական կարողություններ, մասնագիտական հմտություններ, որ ես կուտակել եմ տարիների ընթացքում։ Մարդկային առումով այն ամենը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, այսինքն տեր կանգնել սեփական որոշումներին, չվախենալ քայլեր անելուց, այո, այդ ճանապարհին հնարավոր է սխալվել, բայց կարևոր է նաև այդ սխալներից հետևություններ անելը։ Շատ դժվար է իհարկե սեփական ուրեմն սխալը երբեմն նաև այսպես ասենք այդ սխալը ընդունելը, հատկապես եթե դա մասնագիտական հարցերին է վերաբերում, բայց սխալներից հետևություններ պետք է անել, հաջորդ անգամ դա թույլ տալու համար։ Սրանք տրիվիալ բաներ են, որոնք երբեմն կյանքի ինչ-ինչ հանգամանքներում բավական դժվար է լինում իրագործելը։ Թվում է թե շատ պարզ բաների մասին ենք խոսում։ Արդար լինել, ազատ մտածել, ազնիվ լինել, օգնել նրան, ով ունի դրա կարիքը, կարեկցանք ցուցաբերել, շատ պարզ բաներ են, բայց կոնկրետ իրավիճակում դրանց իրագործումը երբեմն դառնում է այնքան բարդ, որ մարդը ընկրկում է ու սկսում է գործել երբեմն նաև իր սկզբունքներին հակառակ։ Ես սովորեցնում եմ, հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս երբեք դրանցից հետ չկանգնել, ինչքան էլ որ դժվար լինի, որովհետև դրանց արդյունքում ավելի ես ուժեղանում։ Պարոն Դրմեյան, ուսանողներին ձեր փոխանցած արժեքները իհարկե շատ բարձր են, շատ գեղեցիկ են, բայց նրանք գործնական կյանքում այսօր այլ բան են տեսնում։ Պարգևավճարների աղմուկի հետ կապված վերջերս եւ Փաշինյանը եւ Ազգային ժողովի նախագահը հայտարարում էին, որ եթե պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ եւ պարգևավճար չստանա, պարզապես կհեռանա պետական կառավարման համակարգից, դրա համար նրանք այդպիսի աշխատավարձեր եւ պարգևավճարներ են ստանում, բայց այստեղ խնդիրը այն է, որ բնականաբար, եթե մարդը աշխատում է պետական կառավարման համակարգում եւ պրոֆեսիոնալ է, պետք է արժանի
քանի վարձատրություն ստանա, բայց մենք հենց նշված իշխանության նշված իշխող ուժի այդ առաջին շարքերում մենք այդ գերպրոֆեսիոնալներին չենք տեսնում եւ դուք ձեր խոսքի մեջ խոսեցիք լուսավոր կետերի մասին, այն մարդկանց մասին, որոնց ուսերին գուցե եւ այդ համակարգը մինչ օրս կայուն է մնացել։ Բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ հենց այդ մարդկանց շարքերում գնահատվողներ կան եւ անգամ վարձատրության առումով այդ մարդիկ այսօր արժանի կերպով գնահատվում են։ Եվ հատկապես պարադոքսալ է, երբ որ այդպես շռայլություն ցուցաբերող իշխանությունը սեփական թիմի հանդեպ, սեփական կառավարիչների հանդեպ, այդպես շատ ջլատ է շարքային թոշակառուների հանդեպ, որ հայտարարում է, որ անգամ 10,000 դրամով թոշակը բարձրացնելու դեպքում միևնույն է նրանք չեն կարողանալու ճիշտ օգտագործել այդ թոշակը, այսինքն կառավարությունը ավելի լավ գիտի այդ 10,000 դրամները ինչպես տնօրինել։ Ես ուզում շատ կարճ եթե կարելի է նաև այս բարոյական այս դրսևորումների մասին խոսենք, այստեղ ինչ խնդիր կա։ Մի կողմից հասկանում ես, որ այո, պրոֆեսիոնալը պետք է գնահատվի, բայց չկան այս շարքերում այդ գերպրոֆեսիոնալները եւ այն միջոցները, որ վատնվում են ուղղակի անհասկանալի ուղղություններով։ Ինքնին պարգևավճարը սա բացասական որպես այդպեսին երևույթ չէ, հա, պարգևավճարի արկայություն։ Պարգևավճար պետք է տրվի կոնկրետ խնդիրը լուծելու, այսպես որոշակի կատարողական եւ լավ, հա, նորմայից սովորականից ավելի լավ արդյունք գեներացնելու պարագայում։ Ես այդ համոզմանն եմ եղել եւ մեր օրենսդրությունը նաեւ ինքը կառուցված է հենց այդ տրամաբանության մեջ։ Ներկա համակարգը, որը թվում է թե նաև որքանով ես եմ հիշում, սա բավական հեռվից եկող մոդել է, այս ամենամյա կամ ամենամսյա կամ եռամսյակային պարգևավճարների տրամադրումը։ Ես միշտ ունեցել եմ այն ընկալումը, որ նախ սա ոչ թե պարգևավճար, այլ հավելավճար ինքնին, աշխատավարձի հավելում, բայց արդյոք այս մոդելը, որը ընտրված է, լավագույն տարբերակն է, որովհետև ամենամսյա հավելավճարների ու պարգևավճարների մոդելը աշխատակցի քաղծառայողի, հանրային ծառայողի մոտ առաջացնում է կախման զգացողություն, երբ որ ինքը յուրաքանչյուր ամիս եւ եռամսյակ սպասում է աշխատավարձից զատ այդ հավելյալ գուցե այստեղ կա նաեւ նուրբ հոգեբանական ազդեցություն, որքան շատ է լինում այդ պարգևավճարը, բնականաբար այսպես սպասումը եւ կախումը ինքը դառնում է ավելի ցանկալի։ Ինչու հիմա օրինակ այդ չէ հրապարակվեցին այդ պարգևավճարների չափերը, բավական խոշոր պարգևավճարներ, ինչու հիմա նախընտրական։ Ես համոզված եմ եւ կարծում եմ, գործընկերները կիսում են այդ կարծիքը, որ սա ավելի շատ նախընտրական ուրեմն որոշակի քայլ էր, առաջացնել ավելի շատ կախում առաջացնելու։ Իմ համոզմամբ այս մոդելը պետք է փոխվի եւ դրա համար պետք է հստակ հաշվարկ, դա հնարավոր է անել, ոչ թե 1 ամսում, 2 ամսում, դա հնարավոր է անել որոշակի ժամանակահատվածում, դա պետք է արվի ֆինանսահաշվարկային հստակ մեխանիզմի ներդրմամբ, երբ որ ոչ թե քաղծառայողը, հանրային ծառայողը, որ գալիս է ընդունում է աշխատանքի գիտակցի, որ ինքը ստանալու է ամսական աշխատավարձ եւ դրանից զատ նաեւ յուրաքանչյուր ամիս որոշակի գումար, որպես պարգևավճար, հավելավճար, ինչ անվանում ուզում եք դնել, այլ ինքը ստանալու է աշխատավարձ X չափով եւ վերջ։ Եվ այդ աշխատավարձը պետք է լինի արժանապատիվ։ Այո, պրոֆեսիոնալը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, այնքան, որ նա կարողանա եւ հոգալ իր սոցիալական բարեկեցությունը, եւ իր ընտանիքի ծախսերը, եւ չմտածի նրա մասին, որ ինձ անհրաժեշտ է հավելյալ եկամուտ այլ աշխատանքներ կատարելու միջոցով փորձի դա վաստակել։ Այո, դա պիտի լինի արժանապատիվ։ Ես մոդելը պատկերացնում եմ եւ մենք մոդելը պատկերացնում ենք այդպիսին։ Դա պետք է ներդրվի, դրա համար պետք է աշխատել։ Ինքնին այն մոդելը, որ այսօր առկա է, առաջացնում է այդ կախումը, առաջացնում է նաեւ լոյալություն, նաեւ ինչու՞ չէ, ի վերջո մարդիկ տարբեր են իրենց մտածելակերպով, ընկալումներով եւ հոգեկան նաեւ կայունությամբ, նաեւ աչք փակել ինչ-ինչ բաների վրա հանուն նրա, որ ուրեմն այս ամիս կամ եկող ամիս մենք կստանանք այդ պարգևավճարը։ Սա արկա ցավալի իրողությունն է։ Իսկ դրա ֆոնին կենսաթոշակառուների կենսաթոշակի մակարդակը ինձ թվում է դրա մասին խոսելն ավելորդ է, որովհետև դա ել ավելի ցցուն է դարձնում այն եղկելի վիճակը, որ այսօր առկա է, սոցիալական եղկելի վիճակը։ Հայաստանի Հանրապետությունը ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սոցիալական պետություն է։ Ուրեմն մենք պետք է նաև հոգ տանենք կենսաթոշակառուների մասին, որոնք բավական մեծ խումբ են կազմում մեր երկրում։
Շնորհակալություն պարոն Դրմեյան, Շնորհակալ։ հետաքրքիր մեկնաբանությունների համար, մեր բաց խոսելու առաջարկը ընդունելու համար ես հաջողություն եմ մաղթում ձեզ եւ ձեր թիմին։ Ինձ համար շատ կարեւոր էր ձեր մի ձևակերպումը, որ գիտեք ոչ միայն ինչ անել, այլ ինչպես անել, ինչպեսը շատ կարեւոր է։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը այսօր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Դրմեյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Հաջողություն ձեզ։